անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի ասելու, որ եթե ՔՊ-ն չլինի իշխանության, պատերազմ է լինելու։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ են կարողանում անել, իսկ երկրի վարչապետը ունենալով ինֆորմացիա տիրապետելով ամբողջ պրոցեսներին կարող է նաև նման չընդհատես, կարող է նման կանխատեսում անի, ես նաև նշեցի, որ մեր ընդդիմադիր գործիչները նույն բանն են ասում, նույն բանն են ասել, նույնիսկ խաղաղության պայմաններում, որը որ մենք հիմա ունենք, մեր падգամավորները վեր են կենում եւ գոռում են, որ պատերազմ է եւ այլն, դուք դա ընդդիմադիր գործիչների մոտ չեք տեսնում, երբ որ վարչապետը նույն բանն է ասում, արդեն ավելի հիմնավոր ձևով ձեր մոտ դա զարմանք է հասկանում։ Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանում հիմա խաղաղություն է։ Այո, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը խաղաղության կուսակցությունը եւ այո, մնացածը դրանք մեծամասնությունը հիմնական ընդդիմադիր դերակատարները դրանք պատերազմի կուսակցությունը հիմա իրողությունը դա է։ Եթե մարդիկ կրկնում եմ ասում են, որ իրանք պահանջ պետք է ներկայացնեն եւ այս քառակուսի կիլոմետրից դուրս իրանք պետք է չդուրս գան, դա կոչվում է պատերազմ։ Ինչ վերաբերում է խաղաղության երաշխավորներին, Ալեն Սիմոնյանը կարծիք է հայտնել, թե աշխարհում գոյություն չունի 100%-անոց երաշխավորություն։ Մեր երաշխավոր իր ռուսական բազան ստեղ ունեցող, ինչպես նաև խաղապահներին Լեռնային Ղարաբաղում ունեցող մարդը արեց հետևյալը, որը որ երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց Ղարաբաղի բնակչության, ասեց դե զգուշ դուրս եկեք, հանգարց տեղ մի բան ձեզ չլի, դավայ դուրս եկեք։ Բա ինչ պետք է անենք, այո, բա ինչ պետք է անենք, միանշանակ ներողություն, այդ Պրագա ճանաչելը նշանակում է, Պրագա ճանաչելը նշանակում է այս Հայաստանը ճանաչելը։ Ես չի կարող Հայաստանի Հանրապետությունը չճանաչել, հասկանում ես, որովհետև եթե դու Հայաստանի Հանրապետությունը չես ճանաչում, ի հայտ է գալի օրինակ ՀԱՊԿ-ի այն հայտարարությունը, որ ասում էր, դե մենք ոնց խառնվենք, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները դեմարկացված եւ դելիմիտացված չէր, այսինքն պարզ չի Հայաստանի Հանրապետության սահմանը որտեղ է։ Ղարաբաղն Ադրբեջանինն է, Արցախ անունը մի օգտագործեք, վրդովվեց ԱԺ նախագահը։ Էս է Հայաստանի Հանրապետությունը։ Սա է, սրանից էսկոմ Թուրքիա է, սրանից էսկոմ Վրաստան է եւ Ջավախքը Հայաստան չի, Ջավախքը Վրաստան է։ Սրանից ներքև Պարսկաստանը, սրանից էսկոմ Ադրբեջան է։ Հանեք այդ, հեսա Արցվաշենը սպանել եք փուճուրա, մոտիկ բերեմ նայի։ Թագեք, քանի դեռ դուք նման բաներ եք ասում, մի զարմացեք, որ մեզ դրա դիմաց ասելու են Զանգեզուր, Սևանին, չգիտեմ այդ անունը ինչա, ինչ, Գյորջայան ասում, լսեք, հիմա մանկապարտեզ չի, ուրեմն կրկնում եմ, նախ եկեք չհամատենք, որտեվ ես չգիտեմ վերջին անգամ իրան երբ են ասել։ Որտեղ է սխալվել, որ կարծել է Աղդամն իր հայրենիքն է, մեկնաբանում է Սիմոնյանը։ Երրորդը սխալ եմ արել, հարգելիներս, որտեղ եղել եմ այդ նույն ձեր տրամաբանության մեջ, ձեր տրամաբանության մեջ եմ եղել, ոչ մի թիզականի տրամաբանության մեջ եմ եղել, մտածել եմ ինձ էլ են ներարկել, որ դու պետք է սրանով չբավարարվես, դու պետք է սենց նստես, նայես գետից, Արաքս գետից ենկում ու երազես, որ Ադրբեջանը թուլանա, մենք մի օր հարձակվելու ենք կամ Թուրքիան թուլանա, մի օր հարձակվելու ենք։ Իսկ դա ազգի կոտորման, վերացման ամենակարճ ճանապարհն է։ Ու այո, ես սխալ եմ արել։ Անդրադառնալով քննադատություններին, թե Հայաստանը պատրաստվում է նոր սահմանադրություն ընդունել Ադրբեջանի պահանջով, Ալեն Սիմոնյանը նշեց. Հայաստանի սահմանադրությունը եւ այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են, արվում են Հայաստանի շահերի համար։ Դրանք չեն արվում Ադրբեջանի շահերի համար, դրանք արվում են Հայաստանի գոյատևման ապագայի համար։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։